Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Ամասիայի առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ Անուշ Սարգսյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բժշկուհի, տեղյակ ենք, որ դուք առողջապահության առաջնորդության ծրագրի առաջին սերնդի մասնակիցն եք։ Ես կխնդրեի ներկայացնել, թե այդ ծրագիրը իրենից ինչ է ներկայացնում, եւ ինչ տվեց ընդհանուր առմամբ ձեզ։ Կա ժամանակին մի հատ կազմակերպություն Health for Armenian, Առողջ Հայաստան հիմնադրամը, որի ծրագրերից մեկը, ամենամեծ ծրագրերից մեկը առողջապահության առաջնորդության ծրագիրն է։ Առողջապահության առաջնորդության ծրագրի նպատակը դիմակայուն առաջնորդներ, բժիշկ առաջնորդներ վերապատրաստելն է, որոնք համայնքում կարող են մեծ փոփոխություններ առաջացնել, որը կարող է բերել առողջապահական ոլորտում մեծ փոփոխությունների։ Այդ դուք արդեն կարող ենք ձեզ համարել որպես բժիշկ առաջնորդ։ Հա, կարող ենք ինչ-որ իմաստով ինձ համարել բժիշկ առաջնորդ, որովհետև ես արդեն ծրագրում մոտավորապես 1.5 տարի եմ։ Եվ այդ փոփոխությունը ինչպես է կիրառում հիմա արդեն ձեր առօրյայում աշխատանքային։ Փոփոխություններից որպեսզի խոսեմ, ես պետք է մի քիչ խոսեմ, թե ինչ է ներկայացնում ընդհանրապես ծրագիրը ու ինչ նպատակ ունի բժիշկ առաջնորդի վերապատրաստման համար, ինչով է ընտանեկան բժիշկը որոշում դառնա, ինչի համար ընտանեկան բժիշկը որոշում դառնա բժիշկ առաջնորդ։ Բոլորս արդեն տեղյակ ենք ընտանեկան բժշկի գործառույթներին, ինքը սպասարկում է բոլոր տարիքային խմբի բուժառուներին, բժիշկ առաջնորդը սպասարկում է բոլոր տարիքային խմբի բուժառուներին, բայց ինքը համարվում է համայնքի սյունը, այսինքն ինքը համայնքի առողջության համար է ավելի շատ կառավարում, վերահսկում, քան թե կոնկրետ իր տեղամասին կցագրված բուժառուների համար։ Առողջապահության առաջնորդության ծրագիրը ինքը 4 ուղղություններ ունի, որով պետք է անցնի բժիշկ առաջնորդը, որպեսզի ծրագրի վերջում արդեն օֆիցիալ դառնա բժիշկ առաջնորդ, դրանք են առաջնորդությունը, համայնքի հետ աշխատանքը, համայնքային ներգրավվածությունը, բժշկական գիտելիքները եւ ինչպես նաեւ որակի հետազոտական հմտություններ ունենալը ու որակի բարելավումը, յուրաքանչյուրը իր նախատիպը ունի, կարող եմ մեր հիմնարկի օրինակով բերել, օրինակ առաջնորդությունը շատ կարևոր հատկություն է, որ պետքա բժիշկը ունենա, ընտանեկան բժիշկը, որպեսզի կարողանա նկատի ոչ միայն կոնկրետ բուժառուի մոտ առկա խնդիրը, այլ այդ խնդիրը դիտարկի համայնքային մակարդակով։ Եթե մենք օրինակ մի գյուղ ենք սպասարկում ու մեզ դիմա մի հատ բուժառու, որը ունի ախտորոշումա հետազոտությունների արդյունքով թոքաբոր, մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ գյուղում կարող է համաճարակ լինի ու մի շարք բուժառուներ, եթե դիմեն նույն գանգատներով, պետք է հասկանանք, թե ինչն է խնդիրը, ոչ թե դիտարկենք կոնկրետ հիվանդին, այլ դիտարկենք հիվանդներին, այսինքն փոքր համայնքը, այդ դեպքում գյուղական համայնքը։ Իսկ Ամասիա առողջության կենտրոնը ինքը բավականին շատ գյուղեր է սպասարկում, մոտավորապես 19 գյուղ է սպասարկում ու ինչն էլ դժվարացնում է մեր աշխատանքը։ Բժիշկ առաջնորդի ծրագրի շրջանակում, առողջապահության առաջնորդության ծրագրի շրջանակում ես համայնքի հետ ներգրավվածությունը ոնց որ ընդունելով նոր հետազոտական աշխատանք եմ արել, դա արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման բարելավումներ, մենք այդ խնդիրը ոնց որ արդեն ունեինք համայնքում, մենք նկատել էինք, որ մեր բուժառուները հիմնականում սկրինինգների համար չեն դիմում ու որոշեցինք, որ մեր տնօրենի հետ միասին փոքր թիմ հավաքենք ու գյուղերում կատարենք շրջայցեր ու այդ շրջայցերի ժամանակ մենք կատարեցինք արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտությունը սկրինինգային, որը իրենից ներկայացնում էր այդ ժամանակ պապ քսուկը։ Շրջայցի ժամանակ մենք նաև գլյուկոզա ենք որոշել տարբեր բուժառուներին, ինչպես գիտեք, դա կանխարգելիչ հետազոտություն է, կատարվում է 35-ից 68 տարեկան կանանց եւ արական սեռի ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև շրջայցերի ժամանակ սոնոգրաֆիայի ապարատ ունենք, մենք եւ բժիշկ սոնոգրաֆիստ մեր հետ գալիս էր ու եթե ունեինք գանգատներով բուժառուներ, որոնց անհրաժեշտություն կար սոնոգրաֆիկ հետազոտություններ կատարելու, մենք այդ ամեն ինչը տեղում ենք կատարել։ Մենք մոտավորապես 9 ամսվա ընթացքում շրջայցերի միջոցով կարողացել ենք անցած տարվա ցուցանիշը, խոսքը 24 թվականի ցուցանիշի մասին է, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սկրինինգային հետազոտության 16 անգամ գերազանցել
2024 թվականի ցուցանիշը 25 թվականին։ Այս հետազոտությունը անցած տարվա ապրիլից սկսվել է ու ավարտվել է հոկտեմբեր-նոյեմբեր ամսերին, որովհետև արդեն եղանակացորդ էր ու հնարավորություն չունեինք գյուղեր շրջայցեր կատարեինք։ Շրջայցը կամ այսպես ասած տնայցը ձեր միտքն ու գաղափարներ, թե դա պայմանավորված էր նրանով, որ դիմելիությունը կանանց ավելի քիչ էր։ Չէ, տեսեք, շրջայցը տնայցից պետք է առանձնացնել, շրջայցը դա այն փոքր թիմներ, որ մենք հավաքեցինք ու մենք արդեն նախորդ պայմանավորվածությամբ գյուղերում տեղեկացրել էինք, որ տվյալ օրը բժիշկներ են գալու Ամասիայի առողջության կենտրոնից, որպեսզի հետազոտություններ անեին։ Այդ փոքր թիմով, երբ որ գնացինք մեր բմկաները, այսինքն բուժակ մանկաբարձական կետերը, հենց դա է շրջայցը։ Ահա, բուժկետերում են եկել։ Այո։ Իսկ տնայցը անհատական բնույթ է ավելի շատ կրում։ Այո, անհատական բնույթ է կրում ու նախարարի վերջի հրամանով միայն ընտանեկան բժիշկը կարող է տնայց անի, տնային կանչերի մասին է խոսքը, այն քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներին, ովքեր ունեն հենաշարժական խնդիրներ, այսինքն չեն կարող իրենց ոտքով կան ամբուլատորիա, այդ պատճառով մենք ենք գնում իրենց որոշակի հետազոտություններ անելու։ Ու նաև թողնվել է տնային կանչերի դեպքում նորացնի պատրոնաժները, որը կատարվում է մինչև 1 ամսական երեխայի ծնվելու ժամանակ, առաջի 7 օրը առաջի պատրոնաժը ու մյուս պատրոնաժը մինչև 14 օրական է երեխայի։ Տնայցի ժամանակ բուժարուն ինքն է ձեզ կանչ տալիս, կանչում, թե դուք ինքներդ արդեն գիտեք, որ այս օրը կամ այսինչ ժամանակահատվածում պետք է այցելենք այսինչ բուժարուն։ Չէ, տեսեք, տնայցի ժամանակ, քանի որ մենք Ամասիայի առողջության կենտրոնն այդքան ունենք ինտերնետի հետ խնդիր, ոչ թե որտեղ կենտրոնը ունի խնդիրներ, այլ ունեն ինտերնետի հետ խնդիր, մեր բուժարունները շատ քչերն են օգտվում Armet համակարգից, սմարթֆոններից, տատիկ պապիկները, դրա համար էլ տնայցերի ժամանակ իրենք ուղղակի հեռախոսով զանգում ասում են իրենց գանգատները, ըստ դրա որոշում ենք արդյոք անհրաժեշտություն կա, որ տնային կանչ գնա ընտանեկան բժիշկը, թե դրա անհրաժեշտությունը չկա։ Բայց ոնց որ ասած, այն ամենալավ կատարելագործված տարբերակով պետքա բուժարուն Armet-ով մեր մոտ այս ձևակերպի, որը մենք էլեկտրոնային համակարգում կտեսնենք, ու այդ դեպքում նոր կորոշենք տնայից պետքա գնանք տնային կանչ, թե անհրաժեշտություն չկա, պետքա բուժարուն իր ոտքով ոնց որ ասած գա հասնի ամբուլատորիա։ Այստեղ ինձ ավելի շատ հետաքրքրեց բուժարու բժիշկ կապը։ Բավականին ամրապնդված է կարծես։ Հա, առաջնորդության ոնց որ ծրագրի շրջանակներում մի հատ հմտություններից մեկը, որ ես ձեռք եմ բերել, այդ հաղորդակցման հետ հմտություններն է ու նաև ավելի կարեկցող լինել, քան թե մինչև ատել։ Այդ տեսեք մենք խոսեցինք նաև տարբերության մասին, հա, ընտանեկան բժիշկ եւ բժիշկ առաջնորդ։ Այո։ Այդ տարբերություններից մի քանիսը կարող ենք ներկայացնել այս պահին։ Հա, իհարկե, եթե գիտեք, ընտանեկան բժիշկը ունի հստակ կցագրված տեղամաս։ Այսինքն բուժարուններ, որը ինքը պարտավոր է իրենց սպասարկի։ Բժիշկ առաջնորդը նույնպես ունի կցագրված տեղամաս, բայց այդ ծրագիրը, որը մենք անցած տարի իրականացրել ենք ու գնում էինք գյուղեր շրջայցեր, ես չեմ դիտարկել որպես մենակ իմ բուժարուներին սկրինինգ անենք։ Մենք ամբողջ հիմնարկի համար ենք անում։ Ծրագրի ընթացքում նաև եղել է մյուս բժշկու տեղամասից լիքը պացիենտներ, ովքեր անցել են սկրինինգային հետազոտությունը։ Այդ ամբողջ սկրինինգային հետազոտության ժամանակ ես թիմ եմ ունեցել։ Ամբողջ բոլոր հետազոտություններին ես անձամբ չեմ գնացել։ Ինչ որ մի մաս գնացել է մյուս ընտանեկան բժիշկը, ու մենք անընդհատ ոնց որ փոփոխվել ենք։ Միշտ մի բժիշկ լինում անպայման մեր տնօրենի հետ միասին, նաև բուժաշխատողներից մի քանիսը անհրաժեշտության դեպքում։ Այդ շրջայցերի, թեկուզ տնայցերի ժամանակ այնուամենայնիվ դուք մեկնում եք գյուղական բնակավայրեր։ Դժվարություն ներկայացնում է այս գործընթացը իրենից։ Հա, այո, իհարկե ներկայացնում է, որովհետև մենք պլանավորում ենք, որ սկրինինգային հետազոտությունը, որը անցած տարի կատարել ենք, պետք է կատարենք մարտ ամսից սկսած ու գրաֆիկներից բավականին հետ մնացինք, որովհետև եղանակային պայմանները թույլ չէին տալիս։ Բացի դրանից շատ բուժական մանկաբարձական կետերում հնարավորություն չկար լավ շենքային պայմաններում ջեռուցում անել, ոչ բոլոր բուժական մանկաբարձական կետերն են լավ շենքային պայմաններով հագեցված, սարքավորումներով նույնպես, այդ պատճառով ոնց որ բուժառունների ընդունելությունը անընդհատ հետաձգվում էր մինչև ապրիլի կեսերը ու ապրիլի վերջ։ Այ որպես բժիշկ առաջնորդ ձեր գործառույթներին համենայն դեպս անդրադարձանք։
Ինչ տվեց այն ձեզ։ Ծրագիրը շատ բան է ինձ տվել, թերևս կնշեմ մի քանիսը, մեկը մենթորների աջակցությունն, այսինքն ցանկացած պացիենտի հետ կապված, որը դժվար բուժառուներ են, սրանք այն բուժառուներն են, որոնց ախտորոշումները դու չես կարող միանգամից տնես, որպես կարողանաս իրենց բուժես, անհրաժեշտ է նեղ մասնագետների աջակցություն ու նեղ մասնագետների կողմից խորհրդատվություն, բայց շատ բուժառուներ հնարավորություն չունեն Ամասիայից ու գյուղերից հասնեն Գյումրի, որտեղ շատերը դժվարանում են, շատերը տրանսպորտի խնդիր ունեն, շատերը ֆինանսական խնդիր ունեն, այդ պատճառով որոշակի ախտորոշումներ դնելու համար մենք այդ բոլոր հետազոտությունները փորձում ենք կատարենք մեր բուժ հիմնարկում, ու երբ որ այդ մեր մենթորները մեզ դրա համար աջակցում են հեռահար խորհրդատվության միջոցով ու բավականին մեծ արդյունքներ ունեցանք, ու դեպքերից մեկը կարամ ասեմ իմ պացիենտի հետ կապված, երբ որ մենք էնդոկրինոլոգ գնալու հնարավորություն չուներ, չնայած իր շաքարը 20 էր, պատճառը ֆինանսական խնդիրներ, ու մենք կարողացանք իմ մենթորներից մեկի միջոցով իր շաքարի ոնց որ դեղորայքը, դոզաները կոռեկցիա անել, ինսուլինների ու նաև մետֆորմինի դոզան, որի արդյունքում մենք կարողացանք իր շաքարը բավականին իջացնենք։ Հիմա արդեն ինքը լավ է, իր դեղերը կանոնավոր օգտագործում է։ Այսինքն կա նաև գործում է այսպես ներքին փոխգործակցություն։ Հա, մեկը մենթորների աջակցությունն է, մյուսը հաղորդակցման ավելի լավ հմտություններ է ձեռք բերում, մյուս հատկություններից մեկը ոնց որ ասած soft skills-երից մեկը, հմտություններից մեկը ժամանակի կառավարումն է ու ռեսուրսների կառավարումը, ու ինչքան էլ ասենք բուժաշխատողները միշտ դժգոհում են, որ այս խնդիրն ունենք, այն խնդիրն ունենք, դրա համար ֆինանս է պետք, իրականում այդքան էլ ֆինանսի հարց չի, որտեղ որ փորձում ես խնդիրը վերլուծես սկզբից մինչև վերջ, հասկանում ես, որ այնտեղ եթե լավ թիմային աշխատանք լինի, շատ հարցեր կարող են կանոնակարգվել ու անհրաժեշտություն չկա ընդհանրապես ֆինանսի հետ կապված։ Հենց մի օրինակը մեր առաջ շրջայցերն է, ինչքան էլ մենք բուժառուները բողոքում էին, որ չենք կարող կանք, հնարավորություն չունենք, ինչ որ իրազեկվածությունն է քիչ, այնուամենայնիվ մենք կարողացանք մեր փոքր թիմով այդ ամեն ինչը անել հենց տեղում, գյուղական վայրերում։ Ձեր խոսքում հենց նոր նշեցիք ժամանակի եւ ռեսուրսների կառավարում։ Հա։ Ամասիայի առողջության կենտրոնում այդ գործընթացը ինչպես է իրականացվում, հասցնում եք, տեղավորվում եք։ Տեսեք, մենք հիմա այս պահին հստակ համակարգ չունենք, որ բուժառուները նախորոք գրանցվեն նոր կան մեր մոտ, տարբեր պատճառներով է լինում, այդ կարամ չմանրամասնեմ, մարդկանց սմարթֆոն քիչ օգտագործելը, ինտերնետ կապ չունենալը, համակարգին չտիրապետելը, չգիտեին ընդհանրապես, որ պետքա գրանցվեին նախորոք, հետո նոր կային բժշկի մոտ, այդ ամեն ինչը հաշվի առնելով ժամանակի ռեսուրսները կառավարում ենք հետևյալ կերպ, մենք որոշել ենք արդեն մեր մյուս բժշկու հետ միասին, որ տնօրենի իհարկե աջակցությամբ, որ կան դիսպանսեր հիվանդներ, այսինքն քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներ, ովքեր իրենց դեղորայքը այս պայթրությամբ 3 ամիսը մեկ են ստանում, մենք որոշել ենք, որ իրենք պետքա օրվա երկրորդ կես ներկայանան ու նախորոք այդ մասին զգուշացրել ենք իրան, այսինքն ժամը 2-ից հետո են գալու իր դեղորայքը դուրս կրելու համար։ Իսկ առաջի կեսը օրվա մենք պլանավորում ենք հատկացնել այն հիվանդներին, ովքեր անհրաժեշտություն կունենան անալիզներ հանձնելու, որոնք անալիզները ոնց որ մինչև 12-ն ենք վերցնում, էլի, իմաստ չկա, որ իրանք օրվա երկրորդ կես կան։ Մենք այդ դրանով ոնց որ հոսքը ավելի թեթևացնենք ու աշխատում ենք, որ պատվաստումները նույնպես անենք օրվա երկրորդ կես, որպեսզի հիվանդները առողջների հետ ավելի չշփվեն ու ավելի չվարակեն իրար։ Այսինքն ինքները ձեզ համար ներքին կանոնակարգ եք մշակել։ Ոնց որ հիմնարկի ներքին կանոնակարգից է սկսում, եթե հիմնարկը լավ է աշխատում, դրա հետևում ոնց որ թիկունքում կանգնած է լավ թիմը, ովքեր ոնց որ ռեսուրսներն են լավ կարողանում կառավարել։ Լավ թիմ, այսպես տնօրենի աջակցությամբ։ Այդ ոնց որ այդտեղ հետ պետք չի, որ ասենք ինչ որ մարզպետարանից կամ ղեկավարությունից, ավելի վերևներից նախարարությունից ինչ որ հրաման կամ ինչ որ օրենսդրական փոփոխություն լինի։ Հիմնարկը կարող է իր հիմնարկի մեջ ինքնակազմակերպվել։ Պարզ է։ Խոսեցինք նաև սկրինինգային ծրագրերից, ես կուզենամ, հա, որպես եւ բժիշկ առաջնորդ եւ ընտանեկան բժիշկ ձեր կարծիքը լսել, որն էր ամենահաջողվածը այս ծրագրերից։
Տեսեք, առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո բավականին փոփոխություններ կան, չնայած այն հանգամանքին, որ հիմա բուժառուների հոսքը բավականին շատացել է, խոսքը այն պացիենտների մասին են, ովքեր ժամանակին ունեցել են առողջական լուրջ խնդիրներ ու չեն կարողացել դիմել ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, որտեղ իրանց ի վերջո վիրահատական ինչ-որ միջամտություն էր անհրաժեշտ, բացի դրանից տեղորայքի համար պետքա վճարեին ու ֆինանսական խնդիր կար, դրա համար չէին դիմում։ Հիմա քանի որ իրանց հոսքը ավելի շատացել է ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, սկրինինգների ցանկը ինչքան էլ որ նախարարությունը նոր ցանկ ունի ու բավականին ընդլայնված, ինքը այս մասը ոնց որ թերանում է բուժաշխատողների առօրյա աշխատանքի մեջ, որը ժամանակի ընթացքում ինձ թվում է հնարավոր է բավականին լավ կազմակերպել։ Այս պահին նախարարությունը նոր ցանկի համաձայն, ովքեր ունեն ապահովագրություն, կանայք 30 եւ տղամարդիկ 35-ից 68 տարեկան 3 տարին մեկ անգամ պետք է արյան մեջ գլյուկոզա հանձնեն, սա շաքարային դիաբետի կանխարգելման սկրինինգային ծրագրերից մեկն է եւ 50 տարեկանից 70 տարեկան կանայք պետք է մամոգրաֆիայի հետազոտություն անցնեն 2 տարին մեկ, սա նոր սկրինինգային ծրագիր է, 50 տարեկանից 70 տարեկան տղամարդիկ եւ կանայք պետք է 2 տարին մեկ կոլորեկտալ քաղցկեղի համար եւս սկրինինգային հետազոտությունը նոր ավելացած կղանքի իմունոքիմիական տեստ հանձնեն, որը բավականին լավ է ու 30-ից 60 տարեկան կանանց մոտ նախորդ տարիների ընթացքում որ ունեցել ենք պապկսուկի հետազոտություն, դա հիմա փոխարինվել է HPV Human papilloma virus տեստով, որը արվում է 5 տարին մեկ անգամ ու բավականին ինքը ավելի էֆեկտիվ է ու ինֆորմատիվ է, քան նախորդ պապ տեստը։ Այդ ձեր նշած սկրինինգային ծրագրերը մեկնարկը ինչպես է տրվում։ Դուք եք զանգում բուժառուներին, այդ տարիքային խմբերի բուժառուներին տեղեկացնում, թե իրենք արդեն այնքան են տեղեկացված, որ գալիս ձեզ դիմում են, ասում են ուզում ենք այս սկրինինգային ծրագիրը անցնել, հետազոտվել եւ մեր հիվանդությունը, չգիտեմ, վաղ հայտնաբերել։ Տեսեք, անցած տարվա մեր շրջայցերի փորձը լիքը բան է ցույց տվել մեզ ու մեր աշխատանքի մեջ լիքը բան բարելավել է։ Մենք համոզվեցինք, որ իրազեկվածությունը բավականին ցածր է գյուղական վայրերում ու ինչքան էլ մարդկանց ուզում եք բացատրեք, որ այս հետազոտությունը սկրինինգային շատ կարևոր է, ծրագիրը կարևոր է, ինքը լիքը հիվանդություններ է կանխարգելում ու չի թողնում, որպեսզի մարդիկ հասնեն հաշմանդամության, որտեղ շատ հիվանդություններ Հայաստանում հայտնաբերում են տերմինալ ստադիաներում, 3-րդ կամ 4-րդ աստիճանում, որն էլ հետագայում բերում է հաշմանդամության, միևնույն է, մարդիկ էլի իրազեկվածությունը իրենց ցածր է ու գիտակցական մակարդակն է ցածր ու մեկը ինչքան ոնց որ իրանց ասես միևնույն է, էլի ասելու տեղ կա ու չնայած ապահովագրությունը ներդրվել է, շատ քչերն են գալիս, որ ինչ-որ սկրինինգային հետազոտության համար հենց այդ նպատակով դիմեն ամբուլատորիա։ Ու հենց այս բացերից մեկը այն է, որ բուժաշխատողները մենք պետքա բացահայտենք մարդկանց մոտ իրազեկվածության մակարդակը, տանենք սանիտարալուսավորչական աշխատանքներ, որպեսզի մարդիկ դիմեն ավելի շատ սկրինինգների համար, քան թե երբ որ ոնց որ Հայաստանում ընդունված է դանակը ոսկորինքը հասնի։ Այսինքն երբ որ հիվանդություն տերմինալ ստադիայում կլինի, ավելի լավ է հիվանդությունը սկզբից կանխարգելել, կոնկրետ արգանդի վզիկի քաղցկեղի օրինակով կարող ասեմ, քան թե հետագայում փորձել հիվանդությունը բուժել, որտեղ ամեն տարի 150 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից, այս նախարարության տվյալներն են ու ինքը համարվում է այս պայն առողջապահության նախարարությունում կանանց համար երկրորդ տեղն է մահացությամբ, իսկ ամբողջ աշխարհում ինքը 4-րդ տեղն է։ Իսկ այդ սկրինինգային ծրագրերի իրականացման արդյունքում արդեն նվազել է այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ։ Ինչ ծրագրերի իրականացումը։ Նախարարությունը հիմա լայն տեմպերով սկրինինգային ծրագրերը ոնց որ ասած շատացրել է, բայց մենք այս պահին չենք կարա հստակ ասենք շատացել է, հիվանդացությունը քչացել է, թե ոչ, որտեվ այդ ոնց որ ապագայի պլան է։ Դեռ մեզ մոտավորապես երևի 5-ից 10 տարի ժամանակ է պետք, որ հստակ ասենք, որ արդեն ունենք այսքան հայտնաբերված դեպքեր, որը չէինք կարա հայտնաբերենք, եթե սկրինինգային հետազոտությունը չլիներ։ Նույն պապիլոմա վիրուսի պատվաստանյութը, որը այս պահին անում ենք 13 տարեկան աղջիկների համար, 13-ից 15 տարեկան, ու արդեն մտել է օրենսդրական դաշտ, որ պետքա արվի 18-ից
45 տարեկան նաև կանանց համար, ինքը հետագայում, եթե այս պահին պատվաստեն, մենք այդ դրա արդյունքը տեսնելու ենք մոտավորապես 10-ից 20 տարի հետո, երբ որ արդեն կունենանք քաղցկեղի տարածվածության թվի քչացում։ Այս պահին մենք չենք կարա տեսնենք, ոչ էլ ասենք այսօր պատվաստենք, վաղը չես հիվանդանա կամ մի քանի օր հետո չես հիվանդանա։ Իսկ ընդհանուր առմամբ, քանի որ խոսեցինք նաև ապահովագրությունից, հա, այս համակարգի ներդրումից հետո բուժառուների դիմելիությունը մեծացել է։ Պատկերացրեք շատ է մեծացել, հիմնականում, ինչպես արդեն նշեցի, 65-ից բարձր տարիքի բուժառուներն են դիմում, իրենց հոսքը շատացել է, դրան զուգահեռ նաև մինչև այդ ունենք նաև այլ բուժառուների դիմելիություն, ՍՇՎ-ներով հիվանդների դիմելիությունը, քրոնիկ հիվանդություններ ունեցողների նկոտրվածքները եւ տարբեր այլ պաթոլոգիաների, չնայած դրան իրենց հոսքը բավականին շատացել է ու բավականին շատացել է ծանրաբեռնվածությունը։ Հոսքը հնարավոր է կառավարել, կարելի է շատ լավ, ոնց որ դուք ասացիք, հիմնարկի ներսում այդ ամեն ինչը կանոնակարգել, բայց ծանրաբեռնվածությունը շատացել է, այսինքն երբ որ մի բուժառու դիմում է, ինչ որ գանգատներով, հիմնականում դիմում են, որ ճշմարտ տեղորայք է անհրաժեշտ, որտեվ լսել ենք հեռուստացով, որ ճշմարտ տեղերը անվճար տալիս են, այդ գանգատով երբ որ դիմում է, դու չես կարող բուժառուին միանգամից ճշմարտ տեղորայք գրես։ Պետք է կատարես որոշակի հետազոտություններ, որտեվ երբ որ անկետան թերթում ես իրենց ամբուլատոր քարտերը, հասկանում ես, որ այս բուժառու մոտավորապես 5-ից 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի դիմել, այո, հետազոտություններ չի ունեցել։ Կարող է հետազոտությունների արդյունքում կա բարձր խոլեստերին հայտնաբերես, շաքար կարող է հայտնաբերես, կամ կարաս անեմիա հայտնաբերես։ Օրինակ, ես 2 օր առաջ տենց դեպք եմ ունեցել, երբ որ ինձ մի հատ բուժառու է դիմել 70 տարեկան, երբ որ հիմնական նպատակը ճշմարտ տեղորայք ստանալն էր, բայց կա ուղեցույց, որի համաձայն մենք պետք է անենք մի շարք հետազոտություններ, որից հետո նոր կարող ենք ճշմարտ տեղորայք նշանակել։ Եթե նշանակում է ընտանեկան բժիշկը, եթե չէ, կարող է ուղղորդի միանգամից սրտաբանի, բայց այնուամենայնիվ պետք է հանձնի արյան ընդհանուր քննություն, խոլեստերինը անպայման ստուգվի իր տարատեսակներով, ֆրակցիաները ասվածով, եթե չի դիմել, նաև երիկամների կրեատինինը պետք է ստուգվի, եթե ինչ-որ այլ տեղորայքներ ախմում շատ երկար ժամանակ ոչ մի անգամ անալիզներ չի հանձնել, այդ դեպքում լյարդի ֆերմենտները պետք է ստուգեն, այսինքն ուզում եմ ասեմ, բուժառուները շատ քիչ են դիմել ու իրանց քիչ հետազոտության արդյունքներով, եթե որոշես, որ մի հատ ճշմարտ տեղորայք ես գրելու 10-3 ամիս հետո ներկայանա նորից իր ճշմարտ տեղի համար, այդ շատ սխալ է լինելու, որովհետև դու այդտեղ կարող է ինչ-որ մի բան բաց թողնես։ Նաև դեպքեր ենք ունեցել շաբաթվա ընթացքում, էլի բուժառուն դիմել է ուրոլոգիական գանգատներով, ես ուրոլոգ իրան չեմ ուղարկել, ուղղակի սոնոգրաֆիա արեցինք, ինքը արդեն ուրոլոգի կողմից ուներ նշանակված տեղորայք, որ երկար ժամանակ օգտագործում էր, սոնոգրաֆիայից հետո կատարեցինք նաև մի շարք այլ անալիզներ ու արդյունքում հայտնաբերեցինք, որ այս մարդը շաքար ունի, ինքը դրա մասին չէր իմացել, այո, ու նաև ճնշում ուներ, խորհուրդ ենք տվել, որ ճնշումը չափի հսկի նորից ներկայանա, որպեսզի կարողանանք իրան պատշաճ կերպով տեղորայք նշանակենք, ճիշտ օգնություն ցուցաբերենք, թե չէ որ նշանակենք մի հատ իր ուրոլոգիական պաթոլոգիայի համար մի տեղորայք ինքը քննարկում, մեկաշաքար եթե ունի, այդ շաքարը չի կորելու իր դիաբետը։ Բժշկուհի, քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտեցել է իր ավարտին, ես կուզենամ որպես բժիշկ, մասնագետ եւ ինչու՞ չէ նաեւ առաջնորդ բժիշկ ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին։ Ես կուզենայի, որ դիմողները ավելի շատանային, ովքեր կուզենան դառնալ բժիշկ առաջնորդ, որովհետև ծրագիրը սկզբանե հենց համայնքում աշխատող, գյուղական վայրերում աշխատող ընտանեկան բժիշկների համար է, ու եթե դիմեն, հաստատ չեն փոշմանելու, որովհետև շատ նորարարություններ են սովորելու, նոր տեխնոլոգիաների հետ աշխատել, նոր փորձ դրսից արտերկրից ստանալ։ Ու նաև իմ կոչը մեր սիրելի պացիենտներին ու բուժառուներին մի թողեք, որ տանակը հասնի ոսկորին, այլ դիմեք ժամանակին, որպեսզի ձեր բոլոր հարցերը, որ հնարավոր էր կանխարգելել ու լուծել ընդամենը մի հապ տեղորայքով, չդառնա ավելի ծանր դեպքեր ու վիրահատությունների առաջ չկանգնեք։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Ամասիայի առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ առաջնորդ Անուշ Սարգսյանին։
Մեդինֆոն էր եթերում, եղեք առողջ։